գնում է ոստիկանություն եւ քրեական գործ է հարուցում իր ամուսնու դեմ բռնաբարության մեղադրանքով։ Եղել է հերոստա մեկնաբան, հերոստա լրագրող 99 թվականին։ Մոր աշխատասենյակում գտնելով ձեռագրեր սկսում է կարդալ եւ հասկանում է, որ մայրը մութ անցյալ է ունեցել։ Եվ հնարավոր է ոչ թե ողբերգական է դեպքը, այլ նրան սպանել են։ Այն մարդիկ, ովքեր մասնակիցն են եղել օրինակ այդ բռնությանը, գուցե գտնեն իրենց գրքի էջերում, եթե իհարկե գիրքը նրանց ձեռքում հայտնվի։ Ձեզնից ինչ եռանդ է պահանջվել, որ չվախենաք նաև եւ լրագրողական էթիկան չխանգարի հանկարծ գրականության ազատությանը։ Պետք է ընթերցողը ունենա նույն ինֆորմացիան, ինչ քննիչը գրքում։ Իդեպ մենք ունենք համաշխարհային շատ գրողներ, Հեմինգուեյը, Մարկ Տվենը, նրանք լրագրողներ են եղել։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրող է պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցը լրագրող, հեռուստամեկնաբան, գրող Մարիաննա Հակոբյանն է։ Բարև ձեզ։ Ողջույն Անոր ջան, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես էլ եմ շնորհակալ եմ գրականության հանդեպ հետաքրքրության համար։ Ես էլ եմ շնորհակալ, հաճելի է շատ ձեզ տեսնելը մեր տաղավարում։ Աղմկահարույց գիրք, որը օրեր շարունակ ողողել է համացանցը, այսպես ասեմ, նաև հեռուստատեսությունը, անունները չփոխել վերնագրով, որի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 7-ին օրեր անց։ Մի փոքր խնդրում եմ ներկայացնենք սյուժեն։ Սա լրագրողի մի պատմություն է, ընդհանրապես լրագրողները սիրում են հետաքննել բոլորին, բացի իրենցից, եւ այստեղ նաեւ շեշտադրումներ կան, որ մարդ ինքը պետք է իրենից նախ եւ առաջ սկսի։ Գրքի սյուժեն մի փոքր ասեմ, ուրեմն դեպքերը տեղի են ունենում 99 թվականին հիմնականում, բայց հետո արդեն գալիս են մեր օրեր։ Հերոսուհին 20 տարի ապրելով իր ամուսնու հետ մի առավոտյան արթնանում է, գնում է ոստիկանություն եւ քրեական գործ է հարուցում իր ամուսնու դեմ բռնաբարության մեղադրանքով։ Եվ այս դեպքից շատ չանցած նա ողբերգական պայմաններում վրաերթի է ենթարկվում եւ մահանում է։ Նրա աղջիկը մոր աշխատասենյակում գտնելով ձեռագրեր սկսում է կարդալ եւ հասկանում է, որ մայրը մութ անցյալ է ունեցել։ Եվ հնարավոր է ոչ թե ողբերգական է դեպքը, այլ նրան սպանել են։ Եվ այստեղ սկսվում են հարցերը։ Ինչ է կատարվել 20 տարի առաջ, ով է նրա հայրը եւ բազում ճյուղավորումներն են սկսվում արդեն դետեկտիվական։ Սովորաբար գրականության մեջ թե ֆիլմերում դետեկտիվ ժանրը շփոթում են թրիլերի հետ, ասեմ տարբերությունը հիմնական ինչում է։ Դետեկտիվում եթե մենք փնտրում ենք թե ով է նա, ով է արել այդ հանցագործությունը, թրիլերում ինչ է լինելու հետո, ամբողջ շեշտը դրվում է լարվածության վրա, վախի վրա, եւ ես այս երկու ժանրերը միախառնել եմ, մի հետաքրքիր բան է ստացվել։ Նաեւ ներդրել եմ իմ լրագրողական գիտելիքները եւ կարելի ասել կիսով չափ իրական պատմություն է, քանի որ 14 տարի աշխատելով հեռուստատեսությունում լինելով գործող լրագրող, բազմաթիվ պատմությունների եմ առնչվել կանանց բռնությունների թեմայով եւ այստեղ խտացված են մի շարք կանանց պատմություններ եւ մի հիմնական կնոջ պատմություն, որը իհարկե ուզում է անանուն լինել։ Մարիաննա, չունեք մտավախություն, որ օրինակ կարող է դեմքերը համընկնեն, նույնիսկ այնտեղ նշվում է հասցե, Բաղրամյան, եւ գուցե համընկներ տեղի ունենան, չունեք մտավախություն, որ կարող է օրինակ խնդիր առաջանալ ձեզ։ Դե քանի որ սա գեղարվեստական աշխատանք է, բնականաբար համընկումներ հնարավոր է լինեն եւ նույնիսկ թրեյլերը երբ տարածվեց համացանցում, այնտեղ տակ արդեն սկսեցին քննարկումները, որ գիտեք, մենք 30 տարի ապրել ենք այդ հասցեում եւ բնականաբար ես այսպես երկկողմանի փորձում եմ հաղորդակցությունը պահել ընթերցողների բանակի հետ, որոնք պետք է դեռ կարդան գիրքը, ասում եմ բնականաբար համընկումներ կլինեն, որևէ բան անձնական մի ընդունեք, սա ընդամենը գեղարվեստական գործ է։ Կարելի է ասել, որ այս գործի մեջ կա նաև, այսպես ասենք, կնոջ ճիչը, որը կարող է երկար տարիներ թաքցնի բռնությունը, չունենա ձայնի իրավունք կամ վախենա գուցե։ Կա արդյոք այս ենթատեքստը։ Կարծում եմ ամեն մարդ ունի գաղտնիք, մեծ թե փոքր, բայց ամեն մարդ ունի մի մութ կողմ, որ պահում է։ Եվ դետեկտիվը հենց շեշտադրում է այդ մութ կողմի բացահայտմանը։ Ես ուզում եմ ընթերցողին ինձ հետ դարձնել, այսպես ասած, քննիչ եւ ազնիվ ու անկեղծ լինել, տալով այն ամբողջ ինֆորմացիան, օրինակ պետք է ընթերցողը ունենա նույն ինֆորմացիան, ինչ քննիչը գրքում, եւ նա սկսի ինքը բացահայտել հեղինակի հետ, թե հերոսները ինչպես են ապրում, ինչ է տեղի ունեցել եւ այս պատճառահետևանքային կապերը ես
տալիս եմ։ Դետեկտիվը շատ հետաքրքիր էր ինձ համար, առաջին գիրքը սիրավեպ էր, որը շատ ավելի հեշտ էր գրելը, իսկ դետեկտիվում այնքան ճյուղավորումներ կան, որ դու պետք է կարողանաս տրամաբանորեն անթերի իրար կապել, որպեսզի հակասություններ չլինեն եւ ազնիվ լինես ընթերցողի հետ։ Օրինակ Ագաթա Քրիստին, երբ տարիներ առաջ մի նորամուծություն արեց դետեկտիվ ժանրում, նրան նույնիսկ մեղադրեցին, որ նա խաբում է ընթերցողին, որովհետեւ ամբողջ ընթացքում ընթերցելիս գիրքը ընթերցողը փնտրում էր հանցագործին, վերջում պարզվեց հանցագործը հեղինակն է։ Այսինքն ինքը իրեն մասնակից էր դարձրել, բայց բոլորովին այլ տեղ էին փնտրում հանցագործին։ Եվ նաև դետեկտիվի խորամանկությունն ու հնարքները այդտեղ են, որ դու անընդհատ փնտրելու ես հանցագործին եւ ամենավստահելի մարդու մեջ ես փնտրելու, մեր կյանքում էլ է այդպես։ Ում ամենաշատն ենք վստահում, երբեմն հարվածը հենց նրանից է լինում, եւ դետեկտիվի հենց գաղտնիքն ու առեղծված այդ խորհրդավոր հնարքների մեջ է։ Երբ որ իմանում ենք, որ լրագրողն է նման բան գրել, արդեն ավելի հետաքրքիր է լինում։ Իդեպ մենք ունենք համաշխարհային շատ գրողներ, Հեմինգուեյը, Մարկ Տվենը, նրանք լրագրողներ են եղել, այո, եւ իսկապես իրենց գործերի մեջ միշտ դա երևում է։ Այո։ Եւ դա այսպես ասած արժեք է տալիս նաեւ ձեր գրածին, որովհետեւ վստահ եմ, այո, ինչ որ չափով իրական փաստեր են։ Այո, գիտեք, տարբերությունը հենց ինչում է լրագրող գրողի եւ ոչ լրագրող, այդ հոտառությունը լրագրողական, մանրուքների նկատմամբ դիտողականությունը շատ նաեւ պետք է գալիս օրինակ այս ժանրի գրքերում դետեկտիվի մեջ, դու պետք է դիտողականություն ունենաս։ Հաճախ ասում են օրինակ լավ ղեկավարը վատ ղեկավարից ինչով է տարբերվում, հենց մարդկանց մեջ տեսնել այնինչ ոմանք բաց են թողնում։ Եվ դետեկտիվում էլ ցանկացած մանրուք կարեւոր է եւ որոշակի կետի է բերում, եւ դու նաեւ ընթերցողին սովորեցնում ես հաղորդակցական որոշակի հմտությունների տիրապետել, որովհետև այսօր հանրային դիսկուրսի, ընդհանրապես քննարկման մշակույթը, երբ մտնում ենք մենք սոցիալական հարթակներ, տեսնում ենք ինչքան ցածր մակարդակի վրա է, եւ նաեւ այս ինտելեկտուալ ժանրը, դետեկտիվ ժանրը սովորեցնում է մտածել, ներքաշում է մեր ընթերցողին դառնալու մասնակիցը, մտածել, խորել, փաստարկների մասին։ Մի խոսքով ես կարծում եմ, որ հետաքրքիր գործ է ստացվել, ինչի համար նաև շատ շնորհակալ եմ Newmake հրատարակչության Արտակ Ալեքսանյանի գլխավորությամբ, որովհետև նա շատ խստապահանջ, խորքային մարդ է եւ ամենակարևորը առանց ձևերի եւ մեր աշխատանքի արդյունքը այսօր ինձ իսկապես գոհացնում է, վստահ եմ նաև իրենց եւ կունենա նաև արձագանք ընթերցողների։ Համարձակ թեմաներ են շոշափվում ստեղծագործության մեջ, օրինակ բռնաբարության շուրջ է նաև կառուցվում։ Տեսեք, օրինակ շատ թեմաներ եմ լսել սեռական ոտնձգությունների հետ կապված աշխատավայրում կամ կանանց ընտանեկան բռնությունների։ Շատերը նախընտրում են լռել եւ ես նրանց հասկանում եմ, ոմանք սկսել են դառնալ ավելի գիտակից եւ բարձրաձայնել, բայց բոլոր դեպքերում պետք է մարդ ինքը իրեն հաշիվ տա, թե արդյոք այնինչ բարձրաձայնելու է անկեղծ է լինելու բոլոր կողմերի հանդեպ եւ հատկապես երեխաների հանդեպ։ Այդ պատճառով պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Եթե այդ ճշմարտությունը բարձրաձայնելով իրենց կազատի, սա ուրիշ հարց է։ Բայց եթե կստեղծի նոր խնդիրներ, սա արդեն շատ անհատական եւ անձնային որոշում է, արդյոք պետք է վերցնել այդ պատասխանատվությունը, բարձրաձայնել թե ոչ։ Իրականում շատ ճյուղավորումներ կան այս հարցի մեջ եւ մենք կարող ենք երկար զրուցել քննարկել։ Գրքում նաեւ հոգեբանի հետ աշխատանք կա եւ ես այստեղ հանդես եմ գալիս արդեն ոչ թե որպես ստեղծագործող, թե առաջին գրքում որպես ստեղծագործող էի, որտեղ նա սիրային թեմա է, սա արդեն մեզ տանում է հետազոտական եւ վերլուծական դաշտ եւ ես զրուցել եմ հոգեբանի հետ, քննիչների հետ, վրաերթի դրվագը կառուցելու համար զրուցել եմ ոլորտի առաջատար գիտակի Շամշյանի հետ եւ հոգեբանը նաեւ ինձ օգնել է հերոսների բնավորության առանձնահատկությունները կազմելու համար։ Օրինակ, եթե մենք որոշել ենք, որ այս հերոսը ինտրովերտ է կամ էքստրովերտ է, մենք մինչև վերջ պետք է պահենք այդ գիծը եւ չշեղվենք, որովհետեւ ես ինքս գրում էի, գալիս էի հասնում էի մի կետի, զգում էի խճճվել եմ ինքս։ Դադար էի տալիս եւ փորձում էի ինքս հասկանալ, որտեղ եմ սխալվել, նորից հետ էի գնում։ Չգիտեմ, ինձ թվում է իմ կարդացած լավագույն դետեկտիվները նրանք են եղել, երբ գիրքը փակել եմ եւ դեռ իմ գլխի մեջ ապրել է այդ պատմությունը եւ ես նույնիսկ ցանկացել եմ վերադառնալ առաջին էջեր եւ գտնել, որտեղ են ինձ փորձել խաբել, ինչ է տեղի ունեցել, այսինքն նորից ես այդ գրքի հետ եմ անցկացրել մի որոշ ժամանակ։ Սյուժեի մեջ ով է լրագրողը։ Այն աղջիկը, ով պատմում է իր մոր մասին, այսինքն դեպքերը ծավալվում են իր մոր շուրջ, եղել է հեռուստա մեկնաբան, հեռուստա լրագրող 99 թվականին։ Իսկ նա արդեն ռադիո լրագրող է, նա նույնպես գնացել է մոր ճանապարհով, սակայն ընտրել է ռադիոյի ոլորտը եւ նա սկսում է արդեն հետաքննել ամբողջ պատմությունը։ Այստեղ հետաքրքիր ու զավեշտալի բաներ կան, որ նա լինելով բավականին ռացիոնալ, որովհետեւ մենք լրագրողներս պետք է հիմնվենք փաստերի եւ փաստարկներով միայն առաջնորդվենք, գնում է աստղագուշակի մոտ, որոշակի
մանրամասներ իմանալու իր մոր անցյալի մասին։ Մենք ունենք գրքում աստղագոշակի կերպար, որը շատ հետաքրքիր էքսցենտրիկ կերպար է, այսպես ասած, գունավոր մազերով, հետաքրքիր բնավորության գծերով, եւ հենց նրա տղային էլ սիրահարվում է մեր ռադիոլրագրողով, հետաքննում է այդ պատմությունը, եւ ինչու՞ չէ դետեկտիվից բացի, այստեղ կա նաեւ սիրային պատմություն, սիրային հարաբերություններ, որոնք ցավոք կիսատ են մնում գրքում, որովհետեւ մեր շեշտադրումը այդ սիրային պատմությունը չէ, այլ մոր պատմությունը, որը նաեւ միահյուսված է երկրի ողբերգական մի դեպքի հետ, որը չեմ ցանկանա խաղաքարտերը դեռ բացել, որովհետեւ գաղտնիքը պահենք, մեր ընթերցողը կկարդա եւ ինքը կհասկանա։ Ինչ պատմություն է եւ օրինակ հատկապես անունների հետ կապված են ինձ հարցնում վերնագրի, ինչու անունները չփոխել։ Ես ասում եմ, որ այդ չամիջն է, որը եկեք թողնենք ինքներդ կբացահայտեք ինչու չէ, բայց եթե գլոբալ նայենք, անունը մեր ինքնությունն է, մեր էությունը եւ առհասարակ երկրից դուրս երբ գնում ես ապրելու, այդ ինքնության հարցերի մասին ավելի շատ ես սկսում մտածել։ Այն կարծես գաղափարից դառնում է սուր զգացողության եւ վերջին մի քանի ամիսը, 6-7 ամիսը ես տեղափոխվել եմ բնակվելու Աբու Դաբի, 14 տարի աշխատելով որպես հեռուստալրագրող, լուրերի մեկնաբան, այնպես դասավորվեց անձնական կյանքը, որ մենք ստիպված եղանք լքել երկիրը, ինչի համար շատ ափսոսում եմ, բայց հուսով եմ մի օր վերադարձի ճանապարհը կբացվի։ Այսինքն ստեղծագործությունը ընթերցելով մենք կարող ենք հանդիպել իրական կերպարների, նույնիսկ կլինեն մարդիկ, որոնք հենց իրենց կհանդիպեն այնտեղ։ Այո, քանի որ այնտեղ կան տարբեր կանանց պատմություններ, որոնք խտացված են մեկի մեջ, ինձ թվում է նաև, այո, իհարկե, այն մարդիկ, ովքեր մասնակիցն են եղել, օրինակ այդ բռնությանը, գուցե գտնեն իրենց գրքի էջերում, եթե իհարկե գիրքը նրանց ձեռքում հայտնվի։ Այս ստեղծագործությունը վստահ եմ շատ ստացված է լինելու, որովհետև այն ձեր 14 տարիների փորձն է, գիտելիքն է, բայց նաև չափազանց համարձակ եք գտնվել, ինչը ողջունելի է, որովհետև սկզբում երբ որ լսում ենք արդեն անունները չփոխել, ստեղծագործություն, բռնաբարություն, այնտեղ դեպքեր եւ այլն, շունչներս պահած լսում ենք ամեն դեպքում մինչև այն կետը, երբ որ իմանում ենք, որ գեղարվեստական է, բայց իրական փաստերի վրա է։ Ձեզնից ինչ եռանդ է պահանջվել, որ չվախենաք նաև եւ լրագրողական էթիկան չխանգարի հանկարծ գրականության ազատությանը։ Տեսեք, օրինակ գրքի գլխավոր մեսիջը եւ ուղերձը այն է, որ դու գտնելու ես այնտեղ, որտեղ չես փնտրում եւ դա լինելու է այն, ինչ դու չէիր փնտրում։ Եվ մեր կյանքում էլ է հենց այդպես։ Լրագրողները շատ հաճախ գնալով պատմությունների հետևից իրենք էլ ընկնում են որոշակի պատմությունների եւ փորձանքների մեջ եւ փորձում են դա դարձնել հոդված, մի դեպքում գիրք, նայած նպատակը որն է, այսինքն ինքնաարտահայտման միջոց է սա դառնում։ Եվ բնականաբար այստեղ այդ մարդկանց հետաքրքրել է, որ իրական դեպքերի շուրջ են պատտվում մեր իրադարձությունները եւ այստեղ կտեսնեն այդ լրագրողական հետաքննությունը, կարծում եմ կհետաքրքրի նրանց շատ առումով, որովհետեւ նրանք կփնտրեն զոհին, հետո կգտնեն հանցագործին եւ կտեսնեն այն, ինչ իրենք գիտեին, իրականում այն չէ, ինչ որ իրենց թվում էր, թե իրենք գիտեն։ Եվ լրագրողներին էլ հաճախ իրենք գնում են հետաքննում են, իրենց թվում է իրենք գտան պատասխանը, բայց բոլորովին այլ բան է ստացվում։ Այսինքն այս գիրքը թույլ է տալու, որ բոլորը բազմակողմանի նայեն հարցին։ Չկան բացարձակ ճշմարտություններ։ Մենք պատմում ենք մի կնոջ պատմություն, որը կարծում է իր ճիշտը վերջնական ճշմարտություն է, բայց ճշմարտությունը սիրում է, այսպես ասած, անակնկալի բերել մարդկանց։ Եվ անունները նաև հենց այդ ճշմարտությունն են նշանակում, այսինքն ինչ ուզում ես դու ասա, միևնույն է ճշմարտությունը մնալու է այն ճշմարտությունը։ Յուրաքանչյուր մարդ ընդունում է այն, ինչ ընդունում է, օրինակ, նույն լրագրողները, դիմացինը լսում է եւ ընկալում է մեր խոսքից այն, ինչ իր աշխարհը ընկալմանը, իր բովանդակությանը հարմար է, այսպես ասած։ Այսինքն ամեն դեպքում հնարավոր է, որ գեղարվեստական ժանրը ինքնապաշտպանություններ ձեր, այսպես ասենք, խուսափելու համար որոշ խնդիրներից, թե ոչ լրագրողի։ Ես շատ զգուշ կմոտենայի այդ հարցին, որովհետև գիտեմ, որ շատ կանայք ուզում են անանուն մնալ եւ անանունից եկավ նաեւ այդ անունները չփոխելու գաղափարը վերնագրի շուրջ։ Նրանք ցանկանում են մնալ անանուն, բայց կարծում են, որքան արդեն սերունդը փոխվում է, ավելի գիտակից է դառնում, նրանք սկսում են ավելի պատասխանատու մոտենալ իրենց անձնական հարաբերություններին։ Գիտեք, ֆիզիկական բռնության մասին շատ է խոսվում, բայց հոգեբանական բռնությունը պակաս վտանգավոր չէ եւ անձը կոտրող, քայքայող ինքնաոչնչացման տանող, հետևաբար այստեղ նաև խտացված են հոգեբանական բռնության դեպքեր, բայց ես շատ ուրախ եմ, որ կանայք այսօր դարձել են ավելի համարձակ, ինքնավստահ, գնահատում են իրենց եւ հետևաբար, այսպես ասած, կյանքի ղեկը իրենց ձեռքն են վերցնում։ Մարիաննա, ինչ կտանի ընթերցողը
գիրքը ընթերցելուց հետո իր հետ կամ դուք ի սկզբանե ունեք նպատակ, թե ինչ պետք է տա ընթերցողներին կամ սերունդներին, մյուսներին։ Այս գիրքը մտածելու տեղիք կտա նախ եւ առաջ ընթերցողին, ինչպիսին են լինում մարդիկ։ Օրինակ ինձ համար մարդիկ լինում են երկու տեսակի՝ սպառող եւ ստեղծող։ Մենք ունենք մեր մարդկային եսը եւ աստվածային եսը։ Երբ մենք որևէ բան ենք փորձում ստեղծել, ամենափոքր բանը մենք կարծես մոտենում ենք մեր աստվածային եսին եւ սա մեզ անասելի ինքնաբավություն է տալիս։ Եվ նաեւ գրողի աշխատանքն է այդպիսին։ Հոդված գրելուց մենք մեծ բավականություն ենք ստանում ավելի մեծ աշխատանք անելուց, օրինակ, որը գիրքն է, այն ավելի շատ է մեզ, այսպես ասած, լցնում։ Օրինակ, եթերի ֆորմատը, լուրերի ֆորմատը ինձ հնարավորություն չէր տալիս պատմել ավելին։ Այնտեղ ընդունված է կարճն ու դիպուկը, իսկ արդեն գրքի ֆորմատը ինձ հնարավորություն է տալիս մարդկային խնդիրների մասին խոսել ավելի լայն կտրվածքով։ Քանի որ հոգեբանի հետ եւս աշխատել եք, կա գրքի մեջ օրինակ գիծ, թե ինչու են հենց կանայք ենթարկվում բռնության, ավելի շատ այդպես է, Հայաստանում կանայք են ենթարկվում թե հոգեբանական բռնության, թե ֆիզիկական բռնության, որտեղ են խնդիրները, մանկությունում է արդյոք թե ոչ, մեր ծնողների դերը որքանով է մեծ, առհասարակ մեր դերը արդեն որպես ծնող, ինչ պետք է փոխենք, կա ինչ որ գիծ։ Այնտեղ Կարլ Յունգի գաղափարախոսությունն է տարվում, որ կա պերսոնա եւ ստվեր, այսինքն այն հատկանիշները, որոնք մարդկանց մեջ մեզ նյարդայնացնում են, նույն չափով մեզ չկան։ Այսինքն ցանկացած խնդիր պետք է սկսենք մեզնից։ Ես ձեզ մի բան ասեմ, օրինակ, ասում են զոհն է ձգում իրականում հանցագործին։ Երբ մեզ հետ որևէ բան է պատահում, վատ դեպք, մենք նախ ինքներս պետք է մեր մեջ քննենք մեզ, թե ինչու սա մեզ հետ տեղի ունեցավ, որտեղ էր մեր բացը։ Եվ աշխատենք մեր բնավորության բաց գծերի վրա։ Եվ Կարլ Յունգը հենց դրան է բերում. առերեսվիր քո եսին, ճանաչիր քո բնավորության բաց գծերը եւ փորձիր ուղղել դրանք։ Գիրքը ինչպես կարող են ձեռք բերել, արդյոք, որտեղ կվաճառվի։ Գիրքը կլինի բոլոր գրախանութներում, փետրվարի 7-ին Dwin Music Hall-ում շնորհանդեսից հետո Նյումեգի ձմեռային փառատոնի շրջանակում է ներկայացվելու, այնուհետև գիրքը արդեն կլինի բոլոր գրախանութներում, կարող են ձեռք բերել եւ հատկապես այդ օրը լինելու է մեծ զեղչով, այնպես որ համեցեք ձեռք բերեք գիրքը, ես վստահեցնում եմ չեմ փոշմանի, որովհետեւ դժվար թե հիշեն հայկական դետեկտիվ վերջին անգամ երբ են կարդացել։ Շատ հետաքրքիր է։ Շնորհակալ եմ շատ Մարիաննա եւ ինձ համար կրկնակի եռակի հաճելի է, որ լրագրողը այսքան կիրթ է լինում, իրականում լրագրողը հենց այսպեսին էլ պետք է լինի եւ դուք, այսպես ասեմ, լրագրողի անունը այս պահին ավելի բարձրացնում եք վարկանիշը։ Շնորհակալ եմ ձեզ հրավերի համար, բովանդակային զրույցի համար, այսօր իսկապես դժվար է գտնել համապատասխան զրուցակից նման թեմաներ արծարծելու համար։ Ես ձեզ նաեւ հրավիրում եմ շնորհանդեսին, առաջիկայում կհանդիպենք հուսամ։ Սիրով շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա on-line shop.grohe.am